Գիտես ինչի համար ես մաքրում դու։ Ինչի համար։ Որ կեղտոտ չլինի։ 6-ամյա Մարտա Մարգարյանը համաքաղաքային շաբաթօրյակի մասնակիցներից է, ասում է եկել է իր սիրելի քաղաքը մաքրելու համար։ Հարյուրավոր քաղաքացիներ էին միացել Երևանի քաղաքապետարանի կազմակերպած համաքաղաքային շաբաթօրյակին։ Բահ, ձեռնոցներ, անհրաժեշտ տեխնիկա, մաքրման աշխատանքներ է իրականացվել Երևանի 150 հասցեում։ Դա մեր պարտքն է։ Ասում է 62-ամյա Արմեն Հակոբյանը, վստահեցնում, աշխատում է միշտ մասնակցել շաբաթօրյակներին։ Քաղաքը մաքուր պահելու համար բոլորս պետք է մասնակցենք, ոչ թե մենակ։ Կոմիտասի անվան զբոսայգու այս հատվածի մաքրման աշխատանքներին էին միացել ինչպես տեղի բնակիչները, այնպես էլ Երևանի քաղաքապետարանի, վարչական շրջանների եւ գերատեսչությունների աշխատակիցներ։ Ես տեղի բնակիչ եմ, միշտ աշխատում ենք մաքուր պահել, անգամ զգուշացնում ենք կողմնակի մարդկանց։ Եթե ամեն մեկը իր բնակավայրը մաքրի, այդ կարիք չեն գտնա, չէ՞, ասած բաների։ Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի խոսքով Երևանի մաքրման աշխատանքներին միացել է մոտ 18000 մարդ, 101 գերատեսչության աշխատակից։ Դեռևս 3 օր առաջ մենք ամբողջությամբ պատրաստ էինք։ Ձեր վերված գույքը, փոսք, ձեռնոց, պարկեր, ամեն ինչ բաժանվել էր վարչական շրջանների ղեկավարներին, տեղում նրանք են կառավարում, ղեկավարում գործընթացը։ Ներգրաված է մոտ 70 միավոր տեխնիկա, համայնքային ենթակայության հիմնարկների, կազմակերպությունների եւ մասնավորներից ներգրաված։ Այս վայրը դարձել էր քրոնիկ այդպես աղտոտվածության վայր։ Մեր բնակիչներն են աղտոտում, ուրիշ ոչ մեկը չէ, երկնքից չի թափվել է աղբը։ Եվ ընտրեցինք այստեղ իրականացնել ուղղակի համընդհանուր մաքրման աշխատանք, ներառյալ խոթունձը, որտեղ 1 ամիս հետո սա խանձվելու է, դառնելու է հրդեհի պատճառ։ Կենցաղայինից մինչև Շիննախ, տարածքից մի քանի տասնյակի հասնող աղբով պարկեր հավաքվեցին։ Եթե մեր հասարակությունը մարդիկ բարեխիղճ վարվեն, իրենց շրջապատի, իրենց բակի, իրենց այգու, իրենց տարածքի նկատմամբ, շաբաթօրյակի անհրաժեշտություն չէր առաջանա։ Մի կողմից շատ սիրում ենք Երևանը, ձեռքի եկածը շպրտում ենք նույն Երևանի վրա։ Ասում է Կամո Արեյանն ու ընդգծում, անհրաժեշտ է հասնել հանրային այնպիսի գիտակցության, որ մայրաքաղաքը սիրելով այն չաղտոտեն։ Քրիստինե Թորոսյան, Դավիթ Մաչկալյան, Լուրեր,